Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը զուգահեռաբար շնորհակալություն են հայտնել ԱՄՆ նախագահին։ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը եւ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու ժողովուրդների հետ։ Սա կլինի ամբողջ կյանքի բարեկամություն ինձ համար եւ կարեւորը Միացյալ Նահանգների համար, գրել է նա։ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Թրամփին Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ, գրել է Փաշինյանը։ Իլհամ Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար հրապարակել, կից նա Թրամփին շնորհակալություն է հայտնել, անվանելով Ադրբեջանը ամերիկյան բարեկամության ճարտարապետ։ Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգ հայտարարությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր։ Արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու Էլգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր, ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա ձեռագիր։ Ազգային երգերը երգում էին գաղտնի, գրել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նախագծին այս պահի դրությամբ կողմ է քվեարկել 226 դեմ 158 մարդ։ Հիմնավորման մեջ նշվում է որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը եւ այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ Ըստ նախագծի հեղինակների, իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը ձևակերպվել է այսպես՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ այս հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձևավորման միջոց, սակայն այս բարձրագործ ձևակերպումների հետևում վտանգավոր միտում է թաքնված մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում ըստ քաղաքական պատվերի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության, շարունակում է թերթը։ Արադ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրը սպասում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց Հայաստանի պատմություն, փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբենարաններում փոխարինվել է QR կոդով։ Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է, պետականության զարգացումը ենթադրում է նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձևերի խրախուսում։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչև փառատոն, գրականությունից մինչև կերպարվեստ բոլորը պետք է ենթարկվեն իրական Հայաստանի վարչապետի պատկերացրած ճաշակին։ Ասել է, թե գրաքննվեն իշխանությունների սրտով։ Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետևանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված սոցիալիստական ռեալիզմը արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում է համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ։ Իրական Հայաստանի գեղագիտություն անվան տակ։ Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ։ Պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը եւ նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլև փորձում է թելադրել ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց եւ վերածվում է քարոզչական արտադրանքի։ Պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում է ռուսների մուտքը Լեռնային Ղարաբաղ, գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա, իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է, անամոթաբար խաբում են, որ իբր պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ։ Լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ անժամկետ, այլև ամբողջ Լաչինի եւ Քելվաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն ըստ էության անժամկետ։ Խաբում են, որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են, որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից։ Մինչդեռ Փաշինյանը 2019-ից 20 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,
որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը։ Մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել է։ Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է եւ ստախոսություն, ինչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուցուցը, բայց ընթերցողի շահերից ելնելով այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով։ Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակեք տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին։ Կամ մանտրայի նման կրկնվող մի բան, թե Լեռնային Ղարաբաղը բոլորը ճանաչում էին Ադրբեջանի կազմում, ոչ ոք չի ունեցել, այլ գնահատական գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։ Մանտրայի նման կրկնում են հեծանիվ կամ Ամերիկա հայտնաբերողի դեմքի արտահայտությամբ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմումը ելակետային տվյալն է, որ ճանաչել են բոլորը։ Իսկ հարց չի առաջանում, բա այդ բոլորից որևէ մեկն ինչու որևէ բան չի ասել Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղ Հայաստանի որևէ նախագահի այցի կապակցությամբ, որովհետև ելակետային տվյալից զատ եղել է նաև իրողությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա դե յուրե ճանաչումը։ Ինչու չեն խախտել ելակետային տվյալը, այսինքն ինչու չեն դադարել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետև եթե կա միջազգայինորեն ճանաչված վեճ, որը կարգավորվում է միջազգային մանդատի ներքո, ելակետային տվյալների ճանաչումը դադարեցնելը արդեն իսկ նշանակում է խանգարել վեճի կարգավորման միջազգային գործընթացին։ Ի վերջո, չէ որ տեսականում որևէ կերպ բացառելի չէ, որ վիճող կողմերն ի վերջո կան համաձայնության հենց ելակետային տվյալի շուրջ։ Հարցադրումները անում վերլուծաբանը եւ շարունակում։ Հետևաբար դե յուրե որևէ մեկը չէր հրաժարվի Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, քանի դեռ չի եղել միջազգայինորեն ճանաչված դե յուրե նոր կարգավիճակի վերաբերյալ որոշում, բայց դե յուրե ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Թե ինչ է եղել հետագայում քաղաքական տրամաբանության, աշխարհաքաղաքական տրամաբանության հետ, դա այլ հարց է, ոչ պակաս կարևոր, բայց այլ հարց։ Բայց միջազգայինորեն դե յուրե ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ համենայն դեպս չկա որևէ առնվազն հրապարակային փաստաթուղթ, որը կվկայի, որ այդ իրավունքը ճանաչված է իրացման որևէ սահմանափակումով։ Մնացյալը իհարկե դիվանագիտական պայքարի, կողմերի միջև ուժերի հարաբերակցության եւ այլնի ու աշխարհաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր են։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած ազգային ճգնաժամի կառավարման ձախողման հիմքերով Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով սկսվել են հանդիպումների շարք, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ գրել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հայրենիք կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի եւ Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Հանդիպումները շարունակական են լինելու։ Հասարակական քաղաքական գործիչ Արթունենք նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը գրել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը նոր փուլ է մտնում։ Այսօր այդ գործընթացը նախաձեռնած ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը օրեր առաջ հայտարարեց սեպտեմբերի ընթացքում խորհրդարանական լսումներ անցկացնելու մտադրության մասին։ Հավանաբար լսումները կանցկացվեն այդ հայտարարությամբ քննարկման օրակարգով։ Պետք է մեկտեղել բոլոր ուժերը այդ գաղափարը կյանքի կոչելու համար, ըստ Ղազարյանի, ներկա պահին ազգային ժողովի 107 պատգամավորից վարչապետին չեն ցանկանում անվստահություն հայտնել 99, որոնցից 69 քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ են, 28-ը Հայաստան, երկուսն էլ խմբակցություններից դուրս։ Հուսանք առաջիկա օրերին այդ թվերի հարաբերակցությունը կփոխվի։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատական նիստի ժամանակ միջնորդել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ադրբեջանական մեդիայի հաղորդմամբ Վարդանյանը ներկայացրել է նաեւ այլ միջնորդությունն անշել է, որ զինվորական չէ եւ համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշման հետ։ Նախկին պետնախարարը նաև միջնորդել է դատարանում հարցաքննել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարներին, ասելով, որ համաձայն չէ սահմանը հատելու ապօրինի մեղադրանքի հետ։ Միջնորդությունները կամ չեն քննարկվել, կամ մերժվել են։ Գյումրիի ավականին սեպտեմբերի 16-ին նիստում չեղարկել էր Գյումրու օրամենամյա տոնակատարությունը հաղորդում են Գյումրիի քաղաքապետարանից նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման եւ անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։
Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առաջարկելով հանել հարցը օրակարգից, քանի որ տրամադրություն չկա, դիմացն էլ ցուրտ է։ Սակայն հաշվի առնելով Գյումրու օրը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները, ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նախաձեռնել էր արտահերտ նիստ, գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, նշելով, որ գյումրեցուն չեն կարող զրկել տոնից եւ արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելով հնարավորությունից։ Սակայն Գյումրու օրտոնակատարության հարցը ավականու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։ Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 բնակիչ, հայտնում է տեղական 19 գործակալությունը, ավերվել է ամբողջ շինությունը։ Իսրայելի զորքերն ու տանկերը ներխուժել են Գազա քաղաքի խորքերը, միջազգային հանրության կողմից լայնորեն դատապարտված ցամաքային հարձակման երկրորդ օրը պաղեստինցիները շարունակում են զանգվածաբար լքել ավերված բնակավայրերը։ Իսրայելի զինվորականները հաստատել են վերջին մի քանի օրերի ընթացքում ռազմաօդային ուժերը եւ հրետանային ստորաբաժանումները ավելի քան 150 անգամ հարվածել են քաղաքին նախքան ցամաքային զորքերի մուտքը։ Հարվածները թիրախավորել են բարձրահարկ աշտարակներ, վրանային ճամբարներով խիտ բնակեցված տարածքներում, որտեղ ապաստան են գտել հազարավոր պաղեստինցիներ։ Իսրայելը պնդում է, որ աշտարակները եւս Համասի հենակետերն են։ Անցած գիշերվա հարվածների հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Իսրայելի լայնածավալ հարձակումից առաջ Գազա քաղաքի բնակչության թիվը գնահատվում էր 1 միլիոն, վերջին օրերին ըստ իսրայելական աղբյուրների Գազա քաղաքից 350,000 մարդ լքել է իր տունը։